Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1506-րդ օրն է։ Չենք տեսնվել ընդամենը 2 օր, բայց այնքան շատ ու կարևոր բաներ են տեղի ունեցել, որ թվում է շատ վաղուց չենք տեսնվել։ Կան շատ ոգեշնչող եւ չափազանց հաճելի լուրեր, բայց չեն պակասում նաեւ դժվարությունների մասին տեղեկատվությունները։ Հիմա կփորձեմ ամեն ինչ հերթով ձեզ ներկայացնել։ Թրամփը արդեն իր զավեշտալի քաղաքականությամբ կրկին զարմացրեց շատերին, իսկ ինձ զարմացնում է, որ դեռ կան քաղաքական գործիչներ ու փորձագետներ, ովքեր զարմանում են Թրամփի վարքագծից։ Թվում է, թե Ամերիկայի օրինական ընտրված իշխանությունները իրենց հայտարարություններով նմանվում են իրանական վարչակարգի մնացորդներին, ինչը պարադոքսալ է։ Թրամփը մտածում է ամերիկյան զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք չեն աջակցել Ամերիկային Իրանի դեմ պատերազմում, նախորդային ներքաղաքական լարվածության ֆոնին Սպիտակ տունը կրկին բարձրացրեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների թեման ալյանսի ղեկավարի այցելության նախաշեմին։ Ըստ էության մեր առջև բացահայտ ոչ կոմպետենտ եւ ոչ համարձակ մի մարդ է, ով ունի հավակնություններ, բայց չունի ոչ գիտելիք, ոչ էլ համարձակություն այդ հավակնությունները իրագործելու համար։ Այնինչ Թրամփին հաջողվեց Վենեսուելայում, հուսով եմ մի օր մենք Բուդանովից կլսենք, թե ում եւ ինչի շնորհիվ դա հաջողվեց Թրամփին, բայց Վենեսուելան եզակի դեպք է։ Մնացած բոլոր հարցերում Թրամփը շարունակում է բարձրագույն հայտարարություններ անել եւ իր ոչ կոմպետենտ քայլերով միայն ծիծաղ կամ զայրույթ առաջացնել, բայց ես կցանկանայի, որ մենք հստակ տարբերակ էինք Ամերիկան այսպես կոչված զվարճալի մարդուց, հատկապես Իրանի հարցում։ Իդեպ այսօր մեր եթերի երկրորդ մասում ամերիկյան քաղաքականությանը սովորականից մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնենք։ Այնտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց մասին կարևոր եմ համարում ձեզ տեղեկացնել, այն որ ամերիկյան եւ եվրոպական էլիտաները քաղաքական պատերազմ են մղում Թրամփի դեմ, դա մի հարց է, բայց այն փաստը, որ Իրանում հանցավոր վարչակարգ էր եւ դրա հետ պետք էր ինչ-որ բան անել, ակնհայտ է։ Կարծում եմ նույնիսկ ամենամիամիտ մարդիկ արդեն տեսան իսլամական վարչակարգի մնացորդների դեմքը, ովքեր ստիպեցին իրանցիներին կենթանի շղթա կազմել այն օբյեկտների շուրջ, որոնք ըստ Թրամփի նա պատրաստվում էր ռմբակոծել, այսինքն ռեժիմը փորձում էր թաքնվել խաղաղ բնակիչների թիկունքում, իսկ այսպես կոչված զինադադարից հետո ռեժիմի մնացորդները անմիջապես սկսեցին սպառնալ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար եւ հարվածել տարածաշրջանի երկրներին։ Կարծում եմ այս ամենի մասին տեղեկատվությունը մեր լսարանից շատերը արդեն տեսել են մեր Telegram-յան ալիքում։ Իմիջիայլոց ըստ Lloyd List-ի հետախուզական տվյալների առնվազն 26 նավ արդեն վճարել է Իրանի տարածքային ջրերով Թեհրանի կողմից հաստատված երթուղով անցնելու համար։ Դրանց թվում կան տանկերներ, որոնք պատկանում են չինական պետական ընկերություններին, դա չինացիները փող շատ ունեն։ Իրականում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, Իրանը կորցրել է պետական կառավարումը միասնական եւ աջ ձեռքը չգիտի թե ինչ է անում ձախը։ Այն որ հարվածները հասցվում են Իրանին, վկայում է այն մասին, որ Իրանի զինանոցի ոչնչացման ռազմական ծրագիրը չի ավարտվել, ինչ էլ որ Թրամփը ասի, զինանոցի դեռևս մոտ 30%-ը պետք է ոչնչացվի, իսկ այն որ Թրամփը ներքին ճնշման պատճառով վախից դրդված նետվեց Պակիստանի գիրկը, պարզապես փորձ է լավ դեմք ընդունել վատ խաղի ժամանակ։ Իմիջիայլոց պիկանտ վիճակում նորից հայտնվեց Էրդողանը, ով ցանկանում էր ինքը միջնորդ լիներ Իրանի եւ Ամերիկայի արանքում, բայց Էրդողանը արդեն կարծես սկսում է սովորել անտեսվելուն։ Տեսնենք էլ ինչ կհորինի ասպարեզում Երևալու համար։ Իհարկե Իսրայելը ռիսկի էր դիմում, երբ գործողությունը սկսում էր Թրամփի Ամերիկայի հետ, բայց ցավոք այլ Ամերիկա հիմա չկա։ Ես իմ եթերներում հաճախ եմ ասել, որ Ամերիկան բարեկամ է, իսկ նախագահի ընտրությունը Ամերիկայի ժողովրդի գործն է, սակայն նոր ղեկավարության հետ կապված խնդիրները ստիպված են հաղթահարել բոլոր դաշնակիցները։ Ոչ ոք չի ցանկանում հետաձգել իր հույժ կարևոր հարցերի լուծումը, մանավանդ որ Իսրայելի համար, ինչպես եւ մեզ Ուկրաինայի համար վտանգը էկզիստենցիալ է, գոյաբանական։ Մեզ սպառնում է Պուտինը, իսկ Իսրայելին Պուտինի ընկերները Իրանից։ Բարդ է, շատ բարդ է, բայց սա կյանք է եւ մեր խնդիրները ոչ ոք չի լուծի այնպես, ինչպես մենք կցանկանայինք, իսկ մենք ուզում ենք ագրեսորին իր տեղը դնել եւ հանգիստ ապրել մեր հողի վրա։ Իսրայելի ժողովուրդը նույնպես ուզում է հանգիստ ապրել իր հողի վրա, որպեսզի իրենց չգնդակոծեն ոչ Լիբանանից, ոչ Սիրիայից, ոչ Իրաքից ու Իրանից, ել չեմ ասում հուսիտների մասին։ Հնարավոր է, որ նրանք, ովքեր առաջին անգամ են լսում մեր եթերը, զարմանան, որովհետև ռուսական եւ նույնիսկ հայկական տեղեկատվական դաշտում հակառակն են ասում, քարոզչությունը փորձում է զոհին ներկայացնել դահչի դերում,
Բայց ինչ էլ որ գրի ռուսական քարոզչությունը, մենք պետք է մերը անենք, այսինքն ջախջախենք թշնամուն, թե ռազմաճակատում, թե թշնամու թիկունքում, ինչը ուկրաինական զորքերը անում են ամենժամյա ռեժիմով։ Ռուսաստանը որքան պատերազմը առաջ է գնում, այնքան քիչ ռեսուրս է ունենում ագրեսիայի համար, եւ Ուկրաինան աստիճանաբար առավելության է հասնում ոլորտ առ ոլորտ։ Հիմա ասացի ու մտածեցի, չեմ զարմանա, որ այս ֆոնին Հայաստանում շատ լրատվամիջոցներ Ռուսաստանի հրահանգով շուտով հաղթական տոնը փոխեն լացակումած տոնով եւ մեր պատասխան հարվածները ներկայացնեն որպես ագրեսիայի դրսեւորում, ինչպես ասենք Իսրայելի հարվածներն են Իրանին ներկայացնում իբրև ագրեսիա եւ որոշ ընդհանրապես հոգիները կորցրած մարդիկ նույնիսկ ցեղասպանական պատերազմ են անվանում։ Այսինքն Իսրայելը, որ փորձում է տասնամյակների ընթացքում Իրանից ստացված հարվածներին պատասխանել հիմա Ամերիկայի հետ միասին, փաստորեն ռուսական մտածողություն ունեցող մարդկանց համար ագրեսիա է եւ չի բացառվում, որ հիմա նման քաղաքականություն նաև ուղղվի Ուկրաինային, քանի որ Ռուսաստանի ռեսուրսները պակասում են եւ նրանք ցանկանալու են միևնույն է իրենցը առաջ տանել։ Կրեմլը կարող է փորձել օգտագործել Թրամփի եւ նրա թիմի ոչ կոմպետենտությունը եւ հաղթական ֆոնդ ստեղծելու համար բավարար ռեսուրսների բացակայության դեպքում Պուտինի վարչակարգը կարող է զոհ ձևանալ, ինչպես դա անում է հենց Իրանը, չէ՞ որ իսլամիստները նույնպես տասնամյակներ շարունակ լռում էին Իսրայելի նկատմամբ իրենց գործողությունների մասին եւ իսլամիստների հետ միասին նաև ռուսական պրոպագանդան էր դա այլ կերպ ներկայացնում։ Ես նայում եմ հայկական մեդիադաշտին, տեսնում եմ մի ամբողջական պինդ ձևավորված ռուսական մթնոլորտ, անգամ այնտեղ, որտեղ իրենց համոզված հակառուս են համարում, ցավոք սրտի, այնպես որ մեր դեմ կանգնած են հսկայական քանակությամբ ռուս քարոզիչներ, եւ եթե նրանք հանկարծ որոշեն փոխել իրենց նարատիվները, մենք պետք է պատրաստ լինենք այդ բանին, որ դահիճը կարող է սկսել զոհ ձևանալ, չէ՞ որ մեր հարվածները Ռուսաստանին ամեն օր ավելանում են։ Իդեպ հակասական քարոզչությամբ աչքի է ընկնում նաև Թրամփի թիմը, որն ագրեսիվորեն միջամտել է Հունգարիայի ընտրություններին, զայրացնելով հենց հունգարացիներին։ Փաստացի մենք տեսնում ենք Եվրոմիությանը եւ Ուկրաինային սադրելու փորձ ընտրությունների արդյունքի վրա ինչ-որ կերպ ազդելու համար, սակայն Եվրոմիությունը եւ Կիևը տոկունություն են ցուցաբերում, նույնիսկ Զելենսկու վերաբերյալ Վենսի բացահայտ սադրանքին Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչը արձագանքեց ծայրահեղ զսպվածությամբ։ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել են, որ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի արտահայտությունները Հունգարիայի ընտրություններին Կիևի իբր միջամտության մասին պետք է դիտարկել որպես նախընտրական հռետորաբանության մաս։ Գեորգի Տիխիի խոսքով կարևոր է հաշվի առնել այն հանգամանքները, որոնցում հնչել են ամերիկացի քաղաքական գործչի հայտարարությունները։ Արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է այն փաստը, որ լրագրողները բազմիցս փորձել են սադրել Ամերիկայի փոխնախագահին կտրուկ հայտարարություններ անելու համար։ Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ շատ դեպքերում Վենսը նման հարցերին պատասխանել է չեզոք։ Կիևը հակված չէ առանձին ձևակերպումներին չափից ավելի նշանակություն տալ։ Ինձ թվում է հենց այս առհամարական վերաբերմունքը նաև հենց այն պատասխանն է, որին արժանի է Վենսը։ Բայց անկախ նրանից, թե ինչ կգրեն կամ կասեն Մոսկվայից կամ նրանց աջակցող այլ կենտրոններից, Ուկրաինան պաշտպանվում է եւ անում է դա այնքան հաջողությամբ, որ պուտինիստները սկսում են նախանձել։ Վստահ եմ, մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները դա կհաստատեն։ Իմ ջայլոց QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք։ Օրը գրեթե 24 ժամ տեղեկատվություն ենք տեղադրում եւ Ուկրաինայից եւ Իրանից։ Վստահ եմ, դեզանից շատերը տեսել են նաեւ Ֆեոդոսիայում այրվող նավթավերամշակման գործարանի ոգևորիչ կադրերը, որը վառելիք էր մատակարարում օկուպանտների բանակին։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ռուսների ռազմական եւ էներգետիկ օբյեկտներին հասցված մի շարք հարվածների մասին։ Ապրիլի 8-ի գիշերը պաշտպանության ուժերի ստորաբաժանումները գրոհել են վառելիքային ենթակառուցվածքի օբյեկտները եւ ոչ միայն ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Մի մասը հիմա կհաղորդեմ։ Մասնավորապես հարվածներ են հասցվել Ղրիմի Ֆեոդոսիայի եւ Գվարդիայսկայի նավթաբազաներին։ Թշնամու այդ օբյեկտների վրա հարձակումներից հետո այնտեղ հրդեհներ են բռնկվել։ Ուկրաինական հարվածների մյուս թիրախներն են դարձել Նավոազյորնեի շրջանում գտնվող ռադիոէլեկտրոնային հետախուզության կայանը եւ Սոֆիևկայի մոտակայքում գտնվող Բաստիոն առափնյա հրթիռային համալիրի դիրքային շրջանը։ Բացի այդ, ուկրաինացի պաշտպանները հարվածներ են հասցրել հակառակորդի օբյեկտներին Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Այսպես հարվածներ են հասցվել թշնամու նյութատեխնիկական պահեստներին Սվետլոյեի, Սուխադոլսկի եւ
Վելիկայա Նովոսելկայի շրջաններում հաղորդվում է նաև Յալթայի, Դոնեցկի մարզի Յալթայի մասին է խոսքը, մոտակայքում գտնվող դաշտային հրետանային պահեստի, Ստեպնոյեի շրջանում դրոնների պահեստի եւ Ուրալա-Կավկազ շրջանում զինամթերքի պահեստի խոցման մասին։ Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը ԳՈՒՌ-ը ոչնչացրել է վերջին երկաթուղային լաստանավը, որը զենք էր մատակարարում Ղրիմում ռուս օկուպանտներին։ ԳՈՒՌ-ի հատուկ ջոկատայինները օդային հարվածի հետևանքով շարքից հանել են ռուսական Սլավյանին երկաթուղային լաստանավը։ Դա ռուս օկուպանտների վերջին երկաթուղային լաստանավն էր, որը կապում էր անեքսիայի ենթարկված Ղրիմը Ռուսաստանի հետ։ Գրոհի պահին լաստանավը գտնվում էր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կավկազ նավահանգստում, արձանագրվել է հարված օբյեկտին, ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել եւ վնասել էին բոլոր մյուս ռուսական երկաթուղային լաստանավերը, որոնք ընթանում էին Կերչի նեղուցով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի եւ Ղրիմի միջև։ Փաստացի ռուսները զրկվեցին պարոմներից, իսկ կամուրջը, ինչպես գիտեք, վնասված է, ծանր բեռներ չեն կարող տեղափոխել, այսինքն Ղրիմը կամաց-կամաց պոկվում է Ռուսաստանից։ Իդեպ Նովորոսիլսկի Շեսխարիս նավթային տերմինալը դադարեցրել է նավթի բեռնումը Ուկրաինայի զանգվածային հարձակումից հետո, այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ Նովորոսիլսկում ռուսական ռազմածովային նավատորմի բազայի վրա հարձակման ժամանակ նկատվել է ուկրաինական նոր անօդաչու մոտորանավակ զինված գնդացրով։ Ռուսները զարմացել էին։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ ուկրաինական դրոնների հարվածը լուրջ վնասներ է հասցրել Նովորոսիլսկի ռազմական նավահանգստին։ Լուսանկարները ֆիքսել են Admiral S-N ֆրեգատի քթամասի եւ պիրսի վնասվածքները։ Հենց սրան էր ագրեսիայի սկզբում հերոսաբար ուղարկել հեռու Զմեյնի կղզու ուկրաինացի պաշտպանը։ Երևի կհիշեք այդ ռուսկի военный կորաբլ իձի, մի խոսքով հիշում եք։ Այս նավը լայնամասշտաբ պատերազմի ընթացքում արդեն երրորդ անգամ է հայտնվում Ուկրաինայի հարվածի տակ։ Առաջին հարվածը գրանցվել էր 22 թվականի ապրիլին, երկրորդը 26 թվականի մարտին։ Բացի այդ, լուսանկարներում երևում է նավթի ահռելի բիծ, որն առաջացել է հարվածից հետո, վնասվել է նավահանգստի մոտակայքում գտնվող նավթալցման կառամատույցը։ Նաև Ռուսաստանի մեծությամբ 4-րդ նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ուկրաինական դրոնների հարվածի պատճառով։ Ուկրաինական դրոնների հարձակումը լրջորեն վնասել է ռուսական Նիժեգարոդնեֆտեօրգսինթեզ գործարանը, որը պատկանում է Լուկոյլ ընկերությանը։ Բեռնումներ չեն լինի առնվազն մինչև այս ամսվա վերջ, իսկ հենց փորձ են վերանորոգել, նորից շարքից կհանվի հավանաբար։ Մինչդեռ Ռուսաստանի ռազմական մեկնաբանները տագնապ են հնչեցնում։ Ուկրաինան 2-ից 3 անգամ ավելացրել է դրոնների քանակը, ռուս զինված ուժերի կորուստները չափազանց շատացել են։ Ռուս փորձագետները նշում են, եթե 25 թվականի ամռանը 1 գրոհայինին բաժին էր ընկնում 4-ից 6 դրոն, ապա հիմա 10-ից 12 դրոն։ Ռուսաստանի կորուստները ծայրահեղ մեծ են, հենց իրենք են խոստովանում։ Բնակավայրեր զբաղեցնող վաշտերը հալչում են ձյամպես, սա իրենց խոսքերն է։ Հսկայական թվով վիրավորներ եւ հաշմվածներ կան, նշում են Z քարոզիչները։ Այս ֆոնին Ռուսաստանի բանակը Ուկրաինայի ճակատում գրեթե կանգնեցված է։ 26 թվականի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բանակը Ուկրաինայի տարածքների զավթման ծայրահեղ ցածր տեմպեր է ցուցադրել։ Թշնամին Ուկրաինայում իր վերահսկողության տարածքը ավելացրել է ընդամենը 2 քառակուսի կիլոմետրով, ինչը կարելի է համարել կանգառ ուկրաինական զորքերի առաջխաղացման ֆոնին։ Ուկրաինացի զինվորականները ուրախացնում են ոչ միայն մեր ռազմաճակատում, այլև Մերձավոր Արևելքում։ Ուկրաինացի մասնագետները այնտեղ արդեն իրականացրել են իրանական դրոնների մի քանի արդյունավետ խոցումներ Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես հաղորդվում էր Բախրեյնի մայրաքաղաքի բնակելի թաղամասերի վրա իրանական դրոնի որսման մասին։ Տարածաշրջանում տեղակայված են ավելի քան 220 ուկրաինացի փորձագետներ։ Դրոնների որսման ստորաբաժանումները գործում են առնվազն 5 երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում եւ Հորդանանում։ Ուկրաինական թիմերի հիմնական խնդիրն է պաշտպանել կրիտիկական նշանակության նավթային օբյեկտները եւ քաղաքացիական ենթակառուցվածքները իրանական շահեդների հարձակումներից, եւ այս եթերի ստեղծման պահին Մերձավոր Արևելքում չկա ոչ մի խոցված օբյեկտ, որը գտնվում է ուկրաինացի զինվորականների հսկողության տակ, ինչը վստահ պարծենալու առիթ է։
Ընդհանուր առմամբ անցած 2 օրում ռազմաճակատում տեղի է ունեցել 334 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը անցած 2 օրվա ընթացքում ոչնչացրել են ևս 2070 ռուս օկուպանտների եւ նրանց 4814 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը, սա Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներն են, ռելիզը ձեր էկրաններին է, իսկ թշնամու ընդհանուր կորուստների մասին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ 22 թվականի փետրվարից ի վեր ըստ արձանագրված տվյալների այն հասել է 1,307,540 օկուպանտի, դա ինձ թվում է Պուտինը շատ չի ափսոսում իր զոհերի համար, այնպես որ այդ թիվը գնալով աճելու է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում, իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մշտական օգնության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, ինչի համար երախտապարտ եմ։ Իդեպ հայտնեմ ձեզ խորհրդանշական լուր, օրերս ԱՆ-ի թագավորության մի փոքր ձևափոխած դրոշը, որը ռուս ագրեսորների դեմ Ուկրաինայի ժողովրդի հետ մեր համայնքի միասնական պայքարի սիմվոլն է, ոչ պաշտոնական, ինչը մենք տալիս ենք մեր ռազմաճակատում կռվող տղաներին, վերջապես նաև Ուկրաինայի հայերի միության շտաբին էլ հանձնեցինք, անընդհատ բաժանում էինք եւ նկատեցինք, որ ախր շտաբում էլ է նման դրոշ պետք։ Սա սիմվոլ է, գիտեք, իմ որդին էլ է շևրոն կրում ուկրաինական դրոշի հետ ԱՆ-ի թագավորության դրոշով։ Երեք իմիջիայլոց արձակուրդը ավարտվեց եւ նորից ճանապարհեցինք ռազմաճակատ։ Դրոշը հանձնեցին Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանին, ովքեր չգիտեն, ասեմ, որ առաջին հայկական համայնքները Ուկրաինայում ձևավորվել են ԱՆ-ի թագավորության անկումից հետո։ Մենք էլ որոշեցինք ի հիշատակ առաջին համայնքներ ստեղծողների մի փոքր ձևափոխված դրոշը ոչ պաշտոնական որպես սիմվոլ ընդունել եւ տալ մեր մարտիկներին եւ անցնենք Ամերիկայից կարևոր լուրերի, որտեղ կարծես քաղաքական քաոս է, էլիտաները խուճապի մեջ են, բողոքի ցույցերը կարծես կաթվածահար են անում երկիրը, Սպիտակ տունը ճաքեր է տալիս, իսկ համակարգի ներսում սկսվում է իշխանության վերաբաժանում, Թրամփին սեղմում են բոլոր կողմերից, թե արտաքին դաշնակիցները եւ թե ամերիկյան էլիտաները, տպավորություն է, որ երկրում զավթում են իշխանությունը։ Պահպանողական կուսակցությունների համաժողովում տեղի ունեցավ քվեարկություն, որն ավանդաբար համարվում է Ամերիկայի MAGA-ի կորիզի տրամադրությունների բարոմետրը եւ արդյունքները ուղղակի ցնցող են։ Ռուբիոն բառացիորեն սկսել է կլանել Թրամփի ընտրազանգվածը, դուրս մղելով այնպիսի գաղափարախոսների, ինչպիսիք են Ստիվ Բենոնը եւ աստիճանաբար նվազեցնում է նաեւ Վենսի ազդեցությունը։ Պետքարտուղար Ռուբիոն ցույց է տվել աջակցության ամենանշանակալի աճը 3%-ից հասնելով 35-ի, ինչը կապում են Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ նրա ակտիվ դերի հետ, հատկապես Իրանի եւ Վենեսուելայի հարցերում։ Միևնույն ժամանակ Վենսի վարկանիշը ընկել է 8%-ային կետով։ Դիտորդները նշում են, որ MAGA-ի բազայի մի մասը սկսել է մտահոգություն հայտնել Իրանի պատերազմի տնտեսական հետևանքների պատճառով, քանի որ չափավոր հանրապետականները գրեթե բացակայում էին այս քվեարկությանը։ Սա նշանակում է, որ Ռուբիոյի բոլոր գործողությունները ու հայտարարությունները ուղղված են հենց MAGA-ի կորիզին եւ այստեղ նա վստահորեն վերցնում է վերահսկողությունը։ Նրա հեղինակությունը այնքան է աճում, որ այժմ գրեթե բոլոր արտաքին քաղաքական քայլերը MAGA-ի շրջանակներում անցնում են նրա միջոցով։ Ամերիկայում սա արդեն սկսել են անվանել Դոնալդի դարաշրջանի ավարտը։ Ակնհայտ է, որ Ռուբիոն կարծես զավթում է այն վերահսկողությունը, որը նախկինում պատկանում էր Թրամփին, գծագրվում է էլիտաների պայքար, ամենահամարձակ մեկնաբանները խոսում են Ամերիկայում փաստացի քաղաքական հեղաշրջման մասին։ Ռուբիոն վստահորեն ղեկավարում է գործընթացները, հաջողությամբ մեկուսացնելով Թրամփին եւ նրա մրցակից եւ իր մրցակից Վենսին եւ կառուցելով սեփական բացարձակ իշխանությունը։ Ճիշտն ասած, գնահատականները այնքան իմ կարծիքով ուռճացված են թվում, որ կարդում ես եւ զարմանում ես։ Ամերիկայի կոնգրեսում հնչում են Թրամփին պաշտոնանկ անելու ակտիվ կոչեր։ Այս պահին 26 թվականի ապրիլի սկզբին պաշտոնական իմպիչմենտի գործընթաց դեռ չի սկսվել, բայց դա արդեն չի բացառվում։ Թրամփի հայտարարությունը այն մասին, որ ամբողջական քաղաքակրթություն կկործանվի այս գիշեր, որով նա սպառնում էր Իրանին, նրա դեմ մեծ
ալիք բարձրացրեց, դեմոկրատները նախագահին մեղադրեցին անօրինական պատերազմի նախապատրաստելու եւ կոնգրեսի լիազորությունները խախտելու մեջ, այ որ երբեմն իմ եթերներում Թրամփին խորհուրդ եմ տալիս երբեմն ծամել խոսելու փոխարեն հենց այս դեպքն է, թե ասա ինչի դեր պետք նման հայտարարություններ անել, հա։ Ինքը իր գլխին կարծես փորձանք է բերում։ Դա եթե մարդը ոչ կոմպետենտ է, սա արդեն նորմ է իր համար։ Ապրիլի 6-ին կոնգրեսական Ջոն Լարսոնը ներկայացրել է 1155 բանաձևը, որը պարունակում է իմպիչմենտի հոդվածներ, Թրամփին մեղադրում են ռազմական իշխանության յուրացման, Իրանում եւ Վենեսուելայում ռազմական հանցագործությունների, ինչպես նաեւ միգրանտների արտաքսման նպատակով իրավապահ մարմինների անօրինական միլիտարիզացիայի մեջ, ավելի քան 85 դեմոկրատ օրենսդիրներ պահանջում են կամ իմպիչմենտ կամ Թրամփի հեռացում համաձայն սահմանադրության 25-րդ ուղղման, համարելով նրան ոչ պիտանի պաշտոնի համար իր անկայուն վարքագծի պատճառով իրավիճակը չափազանց լարված է, սակայն հաջողված իմպիչմենտի եւ սենատում դատապարտման հավանականությունը ներկայումս գնահատվում է ցածր մի քանի պատճառներով եւ ներկայացուցիչների պալատը եւ սենատը այս պահին վերահսկում են հանրապետական կուսակցության կողմից, ինչը անհաղթահարելի արգելք է ստեղծում նախագահի դեմ գործընթացների համար։ Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը դեռևս կենտրոնանում է Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման քվեարկության վրա, դա համարելով ավելի իրատեսական նպատակ, իսկ սահմանադրության 25-րդ ուղղման կիրառման համար անհրաժեշտ է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ կաբինետի անդամների մեծամասնության համաձայնությունը, ինչը այս պահին քիչ հավանական է։ Կանխատեսումների շուկաները մինչև 26 թվականի վերջը Թրամփի իմպիչմենտի հավանականությունը գնահատում են մոտ 11-ից 12%։ Ես անձամբ կարծում եմ, որ այս աղմուկը պարզապես նախապատրաստություն է այն գործընթացների համար, որոնք կհաջորդեն միջանկյալ ընտրություններին, ամերիկյան քաղաքականության մեջ հաճախ են օգտագործում կրիտիկական զանգվածի կուտակման ռազմավարությունը նախքան իշխանության իրական լծակներին տիրանալը։ Այժմ դեմոկրատները չունեն մեծամասնություն իմպիչմենտ սկսելու համար, ուստի ներկայիս մեղադրանքները փաստացի նախընտրական արշավ են։ Նրանց նպատակն է մոբիլիզացնել սեփական ընտրողին եւ վանել տատանվող պահպանողականներին, ցույց տալով նրանց ռադիկալիզմի ռիսկերը։ Սա ըստ էության ապագայի հիմքն է, եթե միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատները վերադարձնեն վերահսկողությունը ներկայացուցիչների պալատի նկատմամբ, այժմ կուտակված մեղադրանքների թղթապանակները կդառնան պատրաստի հիմք պաշտոնական հետաքննությունների համար նոր կոնգրեսի աշխատանքի հենց առաջին օրվանից 27 թվականի հունվարին։ Փաստացի տեղի է ունենում հրետանային պատրաստություն գլխավոր ճակատամարտից առաջ, որը կսկսվի կոնգրեսի ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։ Անձամբ ես կարծում եմ, որ Թրամփի նման քաղաքական գործիչը արժանի է այս ամենին, եթե հիշում եք նրա նախորդ ժամկետը նույնպես ուղեկցվում էր սկանդալներով եւ իմպիչմենտի պահանջներով։ Համոզված եմ, որ Deep State-ը ցանկանում էր օգտագործել Թրամփի կերպարը, բայց ձախողեց բոլոր սպասելիքները։ Դեռ 2016-ին էլիտաների մի մասը Թրամփի մեջ տեսնում էին գործիք տառան, ռուսերեն, որն ընդունակ է ցնցել լճացած համակարգը կամ իրականացնել կոշտ բարեփոխումներ, օրինակ Չինաստանի հետ հարաբերություններում, որոնք պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները չէին համարձակվում բարձրաձայնել։ Կառավարելի բարեփոխիչի փոխարեն էլիտաները ստացան անկանխատեսելի առաջնորդի, ում կառավարման ոճը քաոսը որպես մեթոդ սկսեց սպառնալ հենց պետական մեքենայի կայունությանը։ Սկանդալներն ու իմպիչմենտները նման դեպքում համակարգի պաշտպանական ռեակցիաներն են, որ փորձում է սպառել քաղաքական գործչի ռեսուրսը, այն ինչ մենք տեսնում ենք հիմա 26 թվականին Իրանի պատճառով իմպիչմենտի սպառնալիքներին ու կոշտ միգրացիոն քաղաքականությանը, փաստացի նույն սերիալի երկրորդ եթերաշրջանն է։ Նրանք, ովքեր ցանկանում էին Թրամփին օգտագործել որպես գործիք, հասկացան, որ գործիքը սկսել է աշխատել ինքնուրույն եւ հնարավոր է հենց իրենց դեմ։ Եթե Deep State-ը իրոք հիասթափված է, ապա 26 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրությունները կդառնան այն պահը, երբ Թրամփի դեմ կնետվեն բոլոր ֆինանսական եւ մեդիա ռեսուրսները։ Կարճ անդրադառնամ մեզ հետաքրքրող ռեգիոններից միջազգային լուրերին, Ամերիկայում իրադարձություններին միշտ էլ հետևում ենք։ Մինչ Թրամփի ադմինիստրացիան դիտարկում է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների հետագա մեղմացման հնարավորությունը, իբր բանակցությունների եւ շուկայի վրա գնային ճնշման ֆոնին, դե պարզ է, չէ՞, Թրամփը օգտվում է առիթից Ռուսաստանին հաջողանալու համար, իսկ Ռուսաստանը շարունակում է զրկվել պատերազմի համար
անհրաժեշտ միջոցներից 26 թվականին Ռուսաստանի նավթագազային եկամուտները կտրուկ անկում են ապրել, իզուր չեն, որ բարի եւ արդար դրոններն ու հրթիռները աշխատում են ամեն օր, թեև իհարկե էներգակիրների ցածր գներն էլ իրենց խոսքը ասացին։ 26 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի բյուջեի եկամուտները նավթի եւ հեղուկացված գազի վաճառքից կազմել են 45.4%-ով պակաս գումար, քան 25 թվականի նույն ժամանակահատվածում, փաստացի կիսով չափ քիչ, հա։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց երկրի ֆինանսների նախարարությանը։ Իսրայելը հայտարարել է Հեզբոլլահի ղեկավար Նաիմ Կասեմի անձնական խորհրդականի լիկվիդացման մասին։ Ընդհանուր առմամբ Իրանի հետ կապված իրավիճակում անորոշությունը շարունակվում է։ Կրկին հաղորդվել է Օրմուզի նեղուցի փակման մասին, իբր Լիբանանի եւ Իրանին հասցված նոր հարվածների պատճառով, որոնց պատասխանատվությունը իմիջիայլոց դեռևս ոչ ոք չի ստանձնել։ Եթե Լիբանանում պարզ է, որ Իսրայելը շարունակում է, իսկ Իրանի մասով մեր եթերը պատրաստելու պահին ոչ ոք պատասխանատվություն չէր ստանձնել, նավթային ընկերությունները դեմ են արտահայտվել Իրանին թույլատրելու Օրմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձել։ Խաղաղ բանակցությունների շրջանակում Իրանը Ամերիկային խոստացել է բացել Օրմուզի նեղուցը, սակայն մտադիր է տանկերներից տուրք վերցնել այդ գումարները իբր սեփական ենթակառուցվածքների վերականգնմանը ուղղելու համար։ Նավթային ընկերությունները դեմ են հանդես եկել Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի շրջանակներում Ամերիկայի այն պլաններին, որոնցով Իրանին թույլատրվում է վճար գանձել նեղուցով անցնող նավերից։ Այս մասին գրում է Պոլիտիկոն, հղում անելով ներքին տեղեկատվությանը։ Ըստ Պոլիտիկոյի, աշխարհի խոշորագույն մի քանի նավթային ընկերությունների ղեկավարներ դիմել են Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, խնդրելով թույլ չտալ Թեհրանին տանկերներից եւ այլ նավերից վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Ենթադրվում է, որ եթե Իրանը այնուամենայնիվ սկսի պաշտոնապես վճար գանձել նավերից, ապա Պարսից ծոցի երկրներից բեռների յուրաքանչյուր խմբականակի արժեքը կբարձրանա մոտ 2.3 միլիոն դոլարով Թուրքերի եւ ապահովագրման վճարների հաշվին։ Բացի այդ, նավթային ընկերությունները Սպիտակ տան ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ նման թույլատվությունը կարող է հանգեցնել իրանցի պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցների խախտման մեղադրանքների եւ նախադեպ ստեղծել։ Մտավախություն կա, որ հետագայում օրինակ Թուրքիան նույնպես կարող է փորձել Թուրքեր գանձել Բոսֆորի նեղուցով անցնող նավերից։ Պոլիտիկոյի աղբյուրները պնդում են, որ Սպիտակ տանը զուսպ են արձագանքել նավթային ընկերությունների մտահոգություններին։ Թրամփի վարչակազմը խոստացել է իգիտություն ընդունել վերոնշյալ բոլոր մտահոգությունները։ Դե պարզ է, Թրամփի թիմը կարող է նաեւ վախենալ Թրամփին այդ մասին տեղեկացնել, այդ իսկ պատճառով մամուլը աղմկում է։ Սա ճիշտ ճնշում է, որպեսզի Թրամփը հասկանա, որ իրեն ոչ ոք թույլ չի տա ինքնուրույն փոխել աշխարհում եղած կարգը, առաջին հերթին հենց ամերիկյան հանրությունը։ Կարծում եմ այս թեման դեռ երկար կմնա լրատվամիջոցների առաջին էջերում։ Այստեղ Հայաստանի համար կարևորն այն է, որ մեր երկրին ձեռք չտան։ Իրադարձությունները զարգանում են ամերիկյան զորքի շարունակվող կուտակմամբ ռեգիոնում, այնպես որ ուշադիր հետևում ենք կատարվողին։ Ուկրաինական դրոնները հարվածել են Լուգանսկի մարզում օկուպանտների օբյեկտներին, այնտեղ հզոր հրդեհներ են բռնկվել։ Ապրիլի 9-ի գիշերը Լուգանսկի մարզի Ալչևսկի եւ Պերևալսկի շրջաններում, որոնք գտնվում են ռուսական օկուպացիայի տակ, որոտացել են մի շարք պայթյուններ, բռնկվել են հրդեհներ, կադրերը հասանելի են մեր Telegram-յան ալիքում։ Ըստ OSINT ալիքների տվյալների, դրոնները գրոհել են ռուսական բանակի ռազմավարական օբյեկտները, որտեղ իրականացվում էր ռազմական տեխնիկայի վերանորոգում եւ սպասարկում։ Հարվածներից հետո բռնկվել են խոշոր հրդեհներ, որոնց կադրերը արագորեն տարածվել են համացանցում։ Աղբյուրների փոխանցմամբ թիրախ են դարձել այն բազաները, որոնք օկուպացիոն զորքերը օգտագործում են տեխնիկայի մարտունակությունը պահպանելու համար։ Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է կրակը համակել զգալի տարածքներ, իսկ արդյունաբերական գոտիների վրա բարձրանում են ծխի թանձր ամպեր։ Տեղի բնակիչները նույնպես հայտնել են մի շարք պայթյունների եւ բնորոշ ձայների մասին, իսկ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուկրաինական դրոնների հարվածի տակ են հայտնվել նաեւ ռազմական օդանավակայանը եւ Կրիմսկայա գծային արտադրական դիսպեչերական կայանը։ Ապրիլի 9-ի գիշերը դրոնները գրոհել են Կրասնոդարի երկրամասի ռազմավարական օբյեկտները։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենյամին Կոնդրատյևը հաստատել է, որ այս գիշեր տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են օդային արձակումների։ Նա ոչինչ չի ասել հետևանքների մասին, բայց նշել է, որ խոցված դրոնների բեկորները ընկել են Կրիմսկի Արվարձանի դաշտում։ Հաղորդվում է նաև Սլավյանսկ-Նա-Կուբանի շրջանում խոցված դրոնների բեկորների անկման մասին։ Դե պարզ է, չէ, որ Ռուսաստանում ինչ ընկնի, դա բեկորները իրենց երբեք ոչ մի հրթիռ ու դրոն չի հարվածում։ Երևի թե համաչում են խոստովանել։ Ասեմ, որ Սլավյանսկ-Նա-Կուբանիում գտնվում է նավթավերամշակման գործարանը, որը վառելիք է մատակարարում ռուսական բանակին, ուստի նախկինում այն արդեն բազմիցս ենթարկվել էր Ուկրաինայի զինված
ուժերի հարձակմանը։ Ինչ վերաբերում է Կրիմսկին, ապա դրա շրջանում են գտնվում ռազմական ավիաբազան եւ Կրիմսկայա գծային արտադրական դիսպեչերական կայանը, եւ մինչ ռուսները բացառապես բեկորներից են խոսում, մենք վստահ եմ ճշմարտությունը կիմանանք Ուկրաինայի գլխավոր շտաբից, իսկ առայժմ կադրեր կան մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Դուք գիտեք, ես հենց այնպես ոչինչ չեմ ասում, միայն փաստեր, որոնք նաեւ տեղադրում ենք մեր Telegram-յան ալիքում։ Իդեպ անցած ամիս 26 թվականի մարտին ուկրաինական Որսիչ դրոնները ոչնչացրել են թշնամու ավելի քան 33,000 տարբեր տեսակի դրոններ, ինչը բացարձակ ռեկորդ է Ռուսաստանի դեմ պատերազմի ողջ ընթացքում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի խոսքով 26 թվականի մարտին ուկրաինական Որսիչ դրոնները ոչնչացրել են 2 անգամ ավելի շատ ռուսական դրոններ, քան փետրվարին։ Նախկինում երբեք Ինտերկոպտերս դասի դրոնները մեկ ամսվա ընթացքում թշնամու այսքան շատ անօդաչու սարքեր չէին խոցել։ Որսված ռուսական դրոնների թվում են շահեդներ, գերբերաներ, մոլնյաներ, առլաններ, զալա եւ այլն։ Որսիչ անօդաչուները ուկրաինական նորարարություն են, որոնք արդեն դարձել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության առանցքային մասը, ընդգծել է նախարար Ֆյոդորովը։ Իսկ օկուպանտները ինչպես միշտ իրենց դերի մեջ են, եթե չեն կարողանում հեռահար դրոններով շատ վնասեն կամ ռազմաճակատում հաջողություններ արձանագրեն, ռազմաճակատին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին են թիրախավորում։ Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի մարզում նորից զոհվածներ եւ վիրավորներ կան ռուսների հարձակումների պատճառով, բացառապես խաղաղ մարդկանց են սպանում։ Ձեր էկրաններին կադր է գյուղական տուն, որը պարզապես ոչնչացրել են։ Ինչևէ, պատերազմը շարունակվում է եւ հարվածները շատ են, ինչպես մեր, այնպես էլ թշնամու հարվածների մասին կարող եք տեղեկանալ օրը գրեթե 24 ժամ մեր Telegram-յան ալիքից։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը, քանի բուժումս շարունակվում է, կշարունակեմ ձեզ այս ֆորմատով տեղեկացնել մեր լուրերի մասին, մինչև տեսնենք վերջում ինչ կլինի։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ կօգնի։ Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին, մինչ նոր հանդիպում եւ ամենագլխավորը անփորձանք եղեք։